մեկ այլ ամանորյա տոնակատարության մասին խոսենք մեկ այլ թեմայից, որի վրա այդ դրոնների այդ սիրտիկի վարչապետի, որ հնդիկների եւ պարսիկների եւ մնացած այլազգիների համար հրապարակում կազմակերպվել էր, ծախսվել է $500 միլիոն, որը նաև ավելացել է մեր պետական պարտքի վրա։ Ուզում եմ ասել, օրինակ, ինչի համար էր դա արված, կամ Նիկոլ, օրինակ, ես էի ուզում էի իջնեի հրապարակ եւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ նշեի ամանորը, չնայած չեմ իջել, որովհետեւ հայերը տրամադրություն էլ չունեն ամանորի կամ ինչ-որ տենց քո սիրտիկների, ուզում եմ ասեմ, այսինքն դու այդ սիրտիկը արել ես, գրել ես 20,000 հոգի եկել է ինձ վստահում են բան իմ կազմակերպած նոր տարին, ուզում ես ասես ով հրապարակա իջնում ամանոր նշելու, պետքա քեզ վստահի, կամ քո սիրտիկը տենց պետքա դրոններով իրանց փաթաթես, կապես, առհասարակ ամանորի գիշերը միայն խմած հնդիկներ էին հրապարակում, պարսիկներ, իրանցիներ, չգիտեմ, այլազգիներ, ովքեր ուրախանում էին, թող ուրախանան, բայց դա հանկարծ չխառնես նրա հետ, որ 20,000 հայ է եղել հրապարակում ու քո սրտիկին է կարոտ եղել ու հեչել պետք չէր $500 միլիոն ծախսել այդ սրտիկի վրա, հետո այդ սրտիկից հետո մեքենաներով մարդիկ սառույցների վրա գնային մտնեին պատերի մեջ, խփեին իրանց մեքենաները, այդ $500 միլիոն օրինակ ծախսեիք նրա վրա, որ մերկասառույց չլիներ Երևանի բոլոր փողոցներում ու մարզերի, որ այդ քո խորհրդականը Տարոն Չախոյանը կարճաթև մայկով -18-ին լապատկեն ձեռը դուշ չգար ասեր օй էսպես այդ ձենով է խոսում ես չգիտեմ դա ինչ որ խնդիր ունի ինչ որ հաստատ այդ ձենով որ խոսում է որովհետև դա իր բնական ձայնը չի այդ լապատկով ձյուն չմաքրեր ու հորդորեր որ այսենց պետքա ձյունը մաքրենք որ ձյուն գարեն իսկականի ժողովրդական խոսքով որ ասում են այսինքն դուք ձյուն ա գալիս ասում եք ձյունը այնքան շատ է եկել, հա, մենք էլ 34 տարի ծնվել, ապրել, մեծացել ենք մայրաքաղաքում, եկել եք Տավուշի մարզից մեզ ուզում եք խաբեք, որ Երևանում սենց ձյուն չի եկել երբեք, այս առաջին ձմեռն էր, որ սենց ձյուն եկավ, դուք էլ չեք կարում մաքրեք, հա, անոմալ վիճակ է, հա, չեք կարում մաքրեք, դուք չեք կարում ձյունը մաքրեք, որովհետև դուք աղի գումարն եք դաժե թալանում, որ պետք է ամեն օր լցնեք այդ փողոցներում մաքրելուց հետո, որ մեքենաները չսաղան։ Այո, ես հատուկ դուրս եմ եկել, ման եմ եկել փողոցներով եւ տեսել եմ, որ քաղաքապետարանը ոչ մի պատշաճ աշխատանք չի տանում, ոչ մի փողոցի վրա աղջկա լցրած, 1-2 կենտրոնական փողոցի վրա մենակ է տարած։ Բակերը տեսել եք ինչ վիճակում է, մեքենաները գալիս են, դիքերի վրա կանգնում են, չեն կարողանում գնան։ Բա ինչի համար է քաղաքապետարանը, բա ինչի համար դու ընտրվեցիր Տիգրան Ավինյան, որ սենց անես, ամանորը, ասենք, մարդիկ ուզենան նշեն, ավարյա տալով, ծախսի տակ ընկնելով, հա, ամսի 3-4-ը սենց սկսեն, հա, 5-ին արդեն գնան արհեստավորների մոտ իրանց մեքենաները սարքեն, բայց $500 միլիոն $1 միլիոն տրամադրեիք Երևան քաղաքը, մայրաքաղաքը ձնից մաքրելու վրա ուղեիք, որ մարդիկ կարողանային գնային իրանց հարազատների, բարեկամների տուն նորմալ նոր տարի շնորհավորեին հետ գային։ Դուք որովհետև թալանում եք, որովհետև դուք որ ասում եք նախկինները թալանչի են, ասում եք դրա համար, որ ձեր թալանը կոծկեք, որ ձեր թալանը պահեք, որ ոչ մեկ չտենա, բայց ոնց կարանք չտենանք, անցնենք հեծին, որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցիք, հեծը ձերքից խլեցիք, տվեցիք Ռոմանոսին։ Օրինակ, ինչի դա արեցիք, որ պետքա նոր տարվա օրով, նոր տարվա գիշերով, ամբողջ Էրեբունին հոսանքա զրկված լիներ, Էրեբունիում լինեին, չգիտեմ, հրդեհներ, Էջմիածինը հոսանքա զրկված լիներ, են Արայիկ Հարությունյանն էլ, ով հայտնի է իրա դթում մականունով, վեր կենար նոր տարվա օրով ստատուս գրեր, որ տատիկս ասում էր, երբ շատ ցուրտ է լինում, լույսեր անջատեք, խնայեք, դե բարև ձեզ էլի, լույսեր չվառենք էլի, այսինքն, որ ասենք օրինակ Էրեբունիում կամ կենտրոնում կամ Կոմիտասում կամ Մասիվում չլինեն օրինակ հոսանքա զրկումներ, որ ամբողջ վարչական շրջանը ասենք հրդեհ չընկնի ու հոսանքից մարդիկ չզրկվեն, էլի մենք ենք մեղավոր, հասարակ ժողովուրդն է մեղավոր էլի, հոսանք շատ է վառել, իրանց մեքենաները չդնեն լիցքավորման, հեռախոսները, չգիտեմ, աղջիկները կանայք ֆեն չմիացնեն, ասենք, չգիտեմ, տորտ չսարքեն կամ խմորեղեն, որովհետև լույսերը կգնան, դուք վատ եք չեմ հասկանում, դուք ում եք ձեռ առել, դուք մաքսիմում կարաք եք ձեր կտերը ձեր նիկոլականներին տակ, ձեր այդ փոքրիկ խմբակ մնացած նիկոլականներին, ովքեր մինչև մահ հավատալու են ձեզ, թալանն էլ ձև ունի,
ուրեմն անբարոյականությունն էլ ձև ունի եւ ամեն ինչն էլ տեղ ունի, երբ որ բաժակը լցվում է մարդկանց մոտ, դուք չեք կարանալու դրա տակից դուրս գաք, որովհետեւ դուք բոլոր ոլորտներն եք տապալել։ Դուք տապալել եք եւ անվտանգությունը երկրի այդ ոլորտը, դուք տապալել եք եւ սոցիալական ոլորտները, դուք տապալել եք արտաքին քաղաքական ոլորտները, դուք ամեն ինչ տապալել եք, դաշնակիցների հետ հարաբերություններն եք տապալել եւ նաեւ ես կցանկանամ մեր հաղորդման վերջում իմ խոսքը սահմանափակելիս խոսել Վենեսուելայի նախագահի առևանգումից, Մադուրոյի առևանգումից, ուզում եմ հասկանալ էլի Այն հայերը, լավ ընդդիմադիր դաշտում էլ կան տենց մարդիկ էլի, լավ չեք տիրապետում նյութին, չեք գիտակցում, աչքի ընկնելու համար ինչ-որ ստատուս գրելու համար, ինչ-որ լայք հավաքելու համար, օրինակ, ոնց կարելի է Մադուրոյին համեմատել Նիկոլի հետ, նախ սկսենք այդտեղից։ Ասենք Մադուրոն Այն անձնավորությունն է, ով Ամերիկային դեմ էր գնացել, ով 40-50 տարվա մեջ առաջին անգամ Լատինական Ամերիկայում Չինաստանի հետ գնացել էր դաշնակցային հարաբերությունների 30% նավթի 20%-ը վաճառում էր Չինաստանին, որը Չինաստանում որից արդեն Չինաստանում ստանում էին ավելի մշակված նավթ եւ օգտագործում էին եւ Թրամփը դա չէր կարող տանել Թրամփը չէր ուզում էր այդ նավթը Իրանով անել եւ Մադուրոին եւ իր կնոջը վերագրելով որպես նարկո տերորիստներ օպերացիա արեց շատ յուվիլիրնի ռուսերենով ասած եւ գերի վերցրեց Վենեսուելայի նախագահին։ Ես ուզում եմ ասեմ այդ արևմտա մետները, որ ասում են այ Մադուրոին տեսակ ինչ արեց, տեսակ ԱՄՆ-ն ու համեմատում եք օրինակ Ռուսաստանի հետ։ Դուք իդիոտ եք, դուք տգետ եք, դուք քաղաքական կրթություն չունեք, դուք քաղաքագետ չեք, որովհետեւ Ռուսաստանը հող է գրավում, Ռուսաստանը արևմուտքին, որովհետեւ երբ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրները ցանկանում էին իրանց բալիստիկ հրթիռները Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմանին տեղադրեին, Ռուսաստանը հատուկ օպերացիան սկսեց, որ սահմանը հեռուացնի Իրանից, որ Մոսկվայից ավելի հեռու լինի այն բալիստիկ հրթիռները, որը պլանավորում եք դնել։ Այսինքն ինչ աներ գնար Զելինսկին կամ ինչ-որ մեկին վերտալյոտով փախցնել, ռուսներն էին հասել Կիև, կարողա չկարնային անեն, 4-5 օրում հասան Կիև։ Ռուսների խնդիրը այլ էր, Թրամփի խնդիրը այլ էր։ Օրինակ Վենեսուելայում կան բազմաթիվ տգետներ, որ ուրախությունից պարում են, որ Մադուրոին ձերբակալել են, բայց նաև կան մարդիկ, ովքեր դուրս են եկել ցույցերի Նյու Յորքում, Վենեսուելայում, օրինակ Ընդդիմության առաջնորդին Վենեսուելայի Ամերիկա մեծ թույլ չտվեցին հայտ ներկայացնելու երկրի ղեկավար դառնալու Մադուրոյի կուսակցությունից, Մադուրոյի աջակիցներից երկրի փոխնախագահն է դարձել երկրի նախագահ ժամանակավոր։ Հիմա ուզում եմ ասեմ, եթե դուք նյութին չեք տիրապետում, եթե դուք չեք հասկանում ինչա տեղի ունեցել, պետք չի ասենք ինչ որ վերլուծություններ անել, որով ցույց կտաք թե ինչքան տգետ եք դուք եւ նաեւ ընդդիմադիրներին ուզում եմ ասել, որ այդ մարդուն Նիկոլի հետ մի համեմատեք, Մադուրոն լրիվ այլ արժե համակարգեր կարող անձնավորություն է, Նիկոլը լրիվ այլ անձնավորություն է, խաբեբա, օրինակ որ Մադուրոն, չգիտեմ, լատինո-ամերիկյան ոճով ինչ որ պարել է սիրում կամ սրտիկա ցույց տալի նշանակում է վсё ինքը Նիկոլի նման ծաղրածու է ու պետք է իրան նույնացնել Նիկոլի հետ չի կարելի սիրելի հայրենակիցներ որովհետև դա ամոթ է որ դուք չգիտեք որը ինչի է լինում օրինակ հիմա Կուբայի նախագահին էլ եք նույնը ասելու կամ մեքսիկացիներին էլ Թրամփը պլանավորում է առաջիկայում Մեքսիկան էլ Կուբան էլ նույն օպերացիաներից անել նմանատիպ որպեսզի Լատինական Ամերիկայում իր ուժերը ամրապնդի որովհետև այլ ծրագրեր ունի իսկ դուք խոսում եք Ռուսաստանը 5 տարի չկարացավանի 3 ժամ կամ Պետրոս Ղազարյանը այն հիմա եթերում չեմ էլ ուզում վատ բառ ասեմ բայց օրինակ Պետրոս Ղազարյանի մասին խոսելիս ոնց կարելի է մի հատ լավ հայհոյանք չտալ էլի դրա տեսքը տենալով այդ շողոքորթ տականքին որ ասենք երեք վեհապարի մասին ինչ որ բաներ էր իր էջին գրել կամ ասում է Էս էլ թող օրինակ լինի Ռուսաստանին ոնց են 3 ժամում օպերացիա իրականացնում։ Լավ դուք խելապակաս եք, դուք ոչ քաղաքականությունից եք հասկանում, ոչ կրթություն եք ստացել քաղաքագիտական, դիվանագիտական, ոչ էլ կարաք թացը չորից տարբերեք։ Իսկ ամենավերջում Մադուրոյի թեման փակելով նաև ուզում եմ ասել, որ դուք կտեսնեք, որ Վենեսուելայի ժողովուրդը
պայքարելու է Թրամփի դեմ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Թրամփը լուրջ խնդիրներ են ունենալու իրանց այս գործողությամբ եւ պահվածքով։ Չնայած հիմա հաջողել են։ Եվ այս թեման մի կողմ դնելով կցանկանամ մեր հավատավոր ժողովրդին, մեր հայրենակիցներին խնդրել, հորդորել, աչալուրջ լինել, զգոն լինել, որպեսզի առաջիկայում վեհափառի եւ վեհարանի դեմ հարվածները պատվով ընդունենք եւ թույլ չտանք այն անձնավորությանը, ով փորձում է մեր ինքնության դեմ պայքարում վերջնական հաղթանակ տանել, հասնի հաջողության։ Ամենավերջում շնորհավորում եմ ձեր բոլորի սուրբ ծնունդը, շնորհավորում եմ ձեր բոլորի զատիկը, թող այս տարին լինի հաղթանակների տարի, հաջողությունների տարի եւ վերջի վերջո թող այս տարի մենք ազատվենք Նիկոլ Փաշինյանից եւ նրա դավաճանական ու սատանայական կառավարությունից։ Շնորհակալ եմ։